Հանուն Հոր եւ Որդու եւ Հոգի Սրբո ամեն։ Ձեր համբերությամբ կփրկեք ձեր հոգիները, այսպես է ասում մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Համբերությունը հոգու փրկություն է, կարծես ուզում է ասել մեր Տերը։ Համբերությունը փրկության գիտակցություն է, համբերությունը էություն է, համբերությունը կյանքի ուղեկից է, առանց համբերատարության, առանց համբերելու որևէ բարի գործ, որևէ քրիստոնեական առաքինություն մենք չենք կարող հաջողեցնել, չենք կարող կատարել։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ համբերությունը քրիստոնեական կյանքի շաղախն է։ Ետ ինչպես առանց շաղախի տուն չես կարող կառուցել, քարը քարին չես կարող կպցնել, այդպես էլ առանց համբերության չես կարող քո կյանքը քրիստոնեական ընթացքը կատարել։ Եթե դու ուզում ես աղոթասեր լինել, ապա նախ եւ առաջ համբերատար պետք է լինես, որովհետեւ աղոթասիրությունը առանց համբերատարության չի կարող հաջողություն ունենալ։ Եթե դու ուզում ես ընկերասեր լինել, ապա համբերատար պետք է լինես, ներողամիտ պետք է լինես, որպեսզի կարողանաս ընկերասեր լինել։ Եթե դու ուզում ես աստվածասեր լինել, ապա պետք է համբերատար լինես ամեն տեսակի նեղությունների ու դժվարությունների մեջ, որովհետև ով ուզում է աստված պաշտության մեջ ապրել, ապա նեղություններ պետք է կրի, ասում է Պողոս առաքյալը։ Այսպիսի մի համբերատարության օրինակ եղավ Սուրբ Սարգիս Զորավարը, նրա որդին Մարտիրոսը և 14 զինվորները, որոնց տոնն ենք այսօր կատարում։ Սուրբ Սարգիսը ապրել է 4-րդ դարում, Կապադովկյան Կեսարիայից էր։ Կոստանդիանոս մեծ կայսեր նշանավոր զորավարներից էր։ Դա 330-ական թվականներն էին։ Այնուհետև հռոմեական կայսրության, բյուզանդական կայսրության գահին բարձրացավ Հուլիանոսը, որը ուրացող էր։ Եվ Սուրբ Սարգիսը, քանի որ քրիստոնյա հայտնի հռչակավոր զորահրամանատար էր, ստիպված եղավ թողնել Կապադովկյան և տեղափոխվել Հայաստան։ Կեսարիան էր դա, Կապադովկյան Կեսարիան էր, իսկ Կեսարիան այդ ժամանակ հարևան էր Հայաստանի հետ։ Մեր մեծ հին Հայաստանի մասին է խոսքը, մեծ հայքի մասին է խոսքը։ Եվ գալիս է այստեղ հայոց գահին էր բազմած Տիրանը։ Տիրան թագավորը վախենում է Սուրբ Սարգիս Զորավանին իր մոտ պահելուց, որովհետև Հուլիանոսը հետապնդում էր, ուզում էր գտնել Սուրբ Սարգսին և խորհուրդ է տալիս Սարգսին գնալ Պարսկաստան։ Եվ այդպես Կապադովկյան Կեսարիայից Սուրբ Սարգիսը իր որդու Մարտիրոսի հետ գալիս է Հայաստան, որից հետո գնում է Պարսկաստան։ Պարսկաստանում այդ ժամանակ շահ էր Շապուհը, որ կոչվում էր երկարակյաց, Շապուհ երկարակյաց։ Քանի որ շատ հմուտ զորավար էր Սուրբ Սարգիսը, անմիջապես շահում է Շապուհ երկարակյացի բարեհաճությունը, դառնում է նրա զորահրամանատարներից մեկը, բայց Սուրբ Սարգիսը շատերին էր քրիստոնյա դարձնում, իր բարի վարքով, իր բարի օրինակով, իր աղոթքներով, իր հրաշքներով, և այդպես հռչակը տարածվում է ամենուրեք։ Շապուհը նրան կանչում է արքունիկ և ասում է, որ պետք է կրակին երկրպագի, որտև այդ ժամանակ կրակապաշտ էին պարսիկները։ Իսկ Սուրբ Սարգիս Զորավարը իր
ձեռքերի շղթաներով քանդում է կռատունը, մազդեզական այդ կրակապաշտության վայրը, կուռքերը կոտրում է, կրակը հանգցնում է եւ սրա վրա քուրմերը հարձակվում են, սկսում են տանջել, չարչարել Սուրբ Սարգսին եւ իր որդուն Մարտիրոսին։ Եվ այս չարչարանքների ժամանակ նրա որդին Մարտիրոսը մահանում է։ Մարտիրոսի անունը մենք իրականում չգիտենք, բայց քանի որ հանուն Քրիստոսի Մարտիրոսանում է, այդ պատճառով անունը մնում է Մարտիրոս։ Որից հետո նահատակում են նաև Սուրբ Սարգսին։ Սուրբ Սարգսի նահատակության վայրի վրա երկնքից լույս է իջնում եւ նրա 14 հավատարիմ զորավարները վերցնում են Սուրբ Սարգսի մարմինը, պատվով տանում են ու թաղում են։ Շապուհը իմանում է դրա մասին, զորք է ուղարկում եւ այս 14 զինվորներին բոլորին էլ կոտորում են։ Հետագայում մեր Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը վերցնում է Սուրբ Սարգսի նշխարները եւ տանում է Ուշի, Կարպի։ Այսօր Ուշիում գտնվում է մի հոյակերտ վանք Սուրբ Սարգսին անունով, որը վերանորոգվում է, մինչ օրս այդտեղ է նաև Սուրբ Սարգսի նշխարները եւ շատ շատերը ուխտավորաբար գնում են հենց Ուշի այս Սուրբ Սարգսի անունով վանքը, որ Արագածոտնում է գտնվում աշտարակին մոտ եւ այնտեղ իրենց ուխտն են նորոգում։ Սուրբ Սարգի զորավարը նահատակությունից առաջ աղոթում է եւ ասում. Տեր Աստված, խնդրում եմ բոլոր այն մարդիկ, որ իմ անունը կհիշատակեն, որ իմ անունով պատարակ կմատուցեն, աղոթք կանեն, իրենց սրտի խնդրանքը լսիր եւ կատարիր։ Այսօր Սուրբ Սարգսի տոնն է, նրա որդի Մարտիրոսի եւ 14 զինվորների, եւ մենք միաբանված ենք աղոթելու եւ խնդրելու Սուրբ Սարգի զորավարի բարեխոսությունը։ Ինչ ենք մենք խնդրում։ Մենք խնդրում ենք համբերություն։ Ոչ թե մենք խնդրում ենք, որ վերանան բոլոր փորձությունները, նեղությունները, դժվարությունները, ոչ։ Այդ փորձություններն ու նեղությունները ժամանակը կգա, կվերանան, ամեն ինչ կգնա։ Մենք խնդրում ենք համբերատարություն, որպեսզի կարողանանք սիրով տանել այն բոլոր նեղություններն ու դժվարությունները։ Ուրեմն այսօր մենք խնդրում ենք Սուրբ Սարգի զորավարին, բարեխոսիր մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի առջև, որպեսզի մեզ համբերություն տա, սիրով տանելու մեզ մաս ու բաժին ընկած խաչը։ Ամեն։